Մարտունու շրջանի Գիշի համայնքում 3 տոնական տրամադրություններ։ Կյանքի է կոչվել բարերար Վլադիմիր Ավագյանի հերթական հայրենանվեր ձեռնարկը։ Գյուղում ակնառու են նրա բարեգործական ձեռնարկները՝ մանկապարտեզի շինարարությունից մինչև վերանորոգման աշխատանքներ։ Կառավարության հետ համատեղ սալահատակվել է Կենտրոնական փողոցի 3500 քառակուսի մետր հատվածը։ Աշխատանքները շարունակվում են։ Նոր մարզահամալիրը հանրապետության հռչակման 25-ամյակի կապակցությամբ հաճելի նվեր էր Գիշի համայնքին։ Մեր հին մարզադահլիճը վերանորոգվել է եւ լրիցամբ կառավարվել է տարբեր սպորտային մարզաձևի համար նախատեսված բույքով։ Իսկ դրսում կատարվել է ցանցապատում եւ ասֆալտապատում վոլեյբոլի եւ ֆուտբոլի դաշտերի համար, որի նմանը հատուկ կենտ կա մեր հանրապետությունում։ Այս ամենը կատարվել է Սիրի բարերար Վլադիմիր Ավագյանի տրամադրած միջոցներով։ Դուք կարողանալու եք ձեր ֆիզիկական կողմնակցությունն ամրապնդել, ձեր ժամանցն իրականացնել, սիրելի դպրոցականներ, եւ ինչպես որ ասում է, նաեւ արդարացնել մեր հույսերը, որ այստեղից ծնվելու են նորանոր մարզիկներ, որոնք որ իրենց կարողություններով կարողանալ են նվաճել բարձր ոլորտներ, իսկ մեր հանրապետության համար դա նույն չէ, արդեն մենք ոչ միայն Հայաստանում, այլ Եվրոպայում եւ աշխարհում կարողանում ենք տալ չեմպիոններ։ Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ նոր մարզահամալիրը հնարավորություն կտա գյուղի մատաղ սերնդին կոփել իրենց մարմինն ու հոգին, նաև հնարավորություն կտա նրանց ճիշտ տնօրինել ազատ ժամանակը։ Мы хотели бы, чтобы усилия спортсменов, которые будут здесь заниматься, մենք կցանկանայինք, որպեսզի այստեղ պարապող մարզիկների ջանքերն անպայման պսակվեն հաջողություններով եւ մեծ արդյունք ունենան։ Մենք հույս ունենք, որ ապագայում կլսենք հաղթանակների հասած մարզիկների անուններ եւ կուրախանանք այն մտքից, որ նրանց հաջողությունները ունենք մեր ներդրումը։ Մարզահամալիրը բազմապրոֆիլ հնարավորություն ունի։ Ֆիթնեսից բացի այստեղ կարող են զբաղվել խաղային մարզաձևերով, մարտարվեստով։ Մարզասրահը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Ճարտար քաղաքում նախկին հանդիսությունների սրահը Վլադիմիր Ավագյանի ստեղծած հիմնադրամի միջոցներով վերածվել է գեղեցիկ մարզահամալիրի, որը նույնպես կրում է Մոնթե Մելքոնյանի անունը։ 4-5 ամիսների ընթացքում կառուցվեց եւ վերանորոգվեց շենքը լրիվությամբ 100%-անոց եւ իհարկե ամեն ինչը տեղադրվեց նորը եւ գեղեցիկ մարզահամալիր կառուցվեց։ 18 տարի հետ երբ մենք սկսեցինք այս շարժումը մարտարվեստի, սրահներ չունեինք, գդրված ապագիներով, թաթամի չունեինք քեդինը, բայց այդ վիճակով մենք հազարավոր երեխաներ գրցանք մեջտեղ բերել Ղարաբաղում, որոնք ստացան այսօր աշխարհի շամպիոն ոսկե մեդալագիր Նիտրոսը։ Բայց այսօր մեծ է ուրախություն, երբ որ մի օրվա մեջ 4-5 գյուղերու մեջ միջազգային մագարտակի դահլիճներ մենք ունենանք։ Ի շնորհիվ մեր հայրարների հատուկ շնորհակալություն ես մարդկանց, քանի քրդինքը աշխատանքը մարզիկին ամեն դվածը կարևոր է, բայց շատ կարևոր է այդ սրահները, միջոցները, որոնք տրամադրվում են։ Անանք, որ ես կարծեմ քալի 20 տարին 10 անգամ ավելի հզոր բիդլա մեր շարժումը, քանի մենք ունենք հոգի, գողքին, ֆիզիկական, նյութական աջակցություն։ Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամն արդեն 3 տարի է լայնածավալ աշխատանք է իրականացնում Ճարտարում։ Հիվանդանոց, ծննդատուն, մանկապարտեզ, ճանապարհներ։ Ճարտարի պատվավոր քաղաքացի Վլադիմիր Ավագյանը բոլոր նախաձեռնությունները կյանքի է կոչում սիրով եւ մեծ նվիրումով։ Հիմնադրամի գործունեության շնորհիվ ինչ խոսք նոր որակ է ստացել ճարտարցիների ապրելակերպը։ Сегодня сделано все для того, чтобы дети развивались. Արվել է ամեն ինչ, որպեսզի երեխաները զարգանան։ Ահա մարզահամալիր, որն այսօր շահագործման ենք հանձնում։ Այստեղ կա անհրաժեշտը, որպեսզի մարդիկ հանգիստ ու ուրախ ապրեն։ Ունում է մի փոքր շինարարություն։ Դա եկեղեցու կառուցումն է։ Երբ մենք ավարտին հասցնենք այն, կարելի է միանշանակ ասել, որ ճարտարցիները ունեն այն ամենը, ինչն անհրաժեշտ է ֆիզիկական եւ հոգեվոր պահանջմունքները բավարարելու համար։ Մնացածը կախված է ձեզնից։ Ես միշտ ձեզ հետ կլինեմ։ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորելով համայնքի բնակիչներին սպասված նվերի առթիվ երախտագիտություն հայտնեց նրանց, ովքեր իրենց կարողություններն ու ունակություններն ուղղում են հայրենիքի զորացմանն ու շենացմանը։ Շատերն են նախագահից հետաքրքրվում, թե ինչպես է հաջողվում արցախցիներին հաղթահարել ճակատագրի բերումով բաժին հասած աննկարագրելի դժվարությունները եւ որն է այդ հաջողությունների գաղտնիքը։ Երկրի կարծիքով դրանում մեծ է պետության դերն ու այն ծրագրերը, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից, սակայն գլխավոր դերակատարը Արցախի ժողովուրդն է։ Այդ ամենի գլխավոր դերակատարը եւ մասնակիցը Արցախում ապրող մեր քաղաքացիներն են, մեր բնակիչները։ Տվյալ դեպքում այդ դուք եք նպաստել եւ շարունակում եք նպաստել, որպեսզի զարգանա Ճարտարը, որպեսզի զարգանա Գիշին, որպեսզի զարգանա Խունիշինակը եւ մյուս մեր համայնքները։
Եվ շատ կարևոր է, որ այն հիմնադրամը, որը ղեկավարում է Վլադիմիր Ավագյանը, նա չի կոչվում Մարտունու շրջանի գյուղերի զարգացման հիմնադրամ։ Այդ հիմնադրամը կոչվում է Արցախի գյուղերի զարգացման հիմնադրամ։ Եվ մենք նպատակ ունենք այս մշակույթը եւ այս գործունեությունը հիմնադրամի տարածել մեր մյուս համայնքներում։ Մենք բոլորս ձեզ հետ միասին կարող ենք համոզված լինել, որ մենք ոչ միայն հաղթահարելու ենք այս ներկայիս դժվարությունները, այլ մենք հետևողականորեն իրականացնում ենք ծրագրեր եւ աշխատանքներ, որոնք մեզ տանելու են անպայման դեպի պայծառ եւ լուսավոր ապագա։ Երկու մարզահամալիրներն իրենց տեխնիկական հագեցվածությամբ եզակի են հանրապետությունում եւ չեն զիջում զարգացած երկրների նմանատիպ կառույցներին։ Ճարտարցիները համոզված են, որ այս մարզադահլիճը մեծ հնարավորություն կտա ճարտարցիներին հաջողությունների հասնել սպորտի բնագավառում։ Մարզահամալիրի տարածքում կառուցվել է նաեւ խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ։ Տոնական օրն աչքի ընկավ նաեւ մարզական միջոցառումներով, ելույթներով հանդես եկան հանրապետությունում գործող ֆեդերացիաները։ Գոհար Ռուստամյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Վիկինգ մարզասրահի բացումը հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի շեմին լավագույն նվերն է մարզասերներին։ Նախաձեռնությունը կյանքի է կոչել սահմանամերձ համայնքների զարգացման հիմնադրամը։ Մարզադահլիճի տարածքը տրամադրել է Համլետ Վաչենյանը, մարզագույքն էլ Ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանը։ Երկրորդ եւ երրորդ մարզասրահն ենք մենք բացում, եւ սա միտված է մեր երիտասարդների մարմինը կոփելու եւ հոգին հզոր ուղիով դաստիարակելու։ Եվ դա ճիշտ է, քանզի մենք դեռ մարտնչող հանրապետություն, որ ծնվել է պատերազմի ոգում։ Որպեսի եւ սրբեսի մարզասրահս այս նշանա։ Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել են ամենահետաքրքրասերների մուտքը մարզադահլիճ։ Նրանց ավագ եղբայրներն արդեն հաջողություններ են ունեցել հեղինակավոր տարբեր հարթակներում։ Հիմա, երբ պայմանները ժամանակակից են, պատվոհարթակի ամենաբարձր աստիճանին արցախցի մարզիկներն ավելի վստահ ու արագ կկանգնեն։ Մեզ համար տոն է, մեծ տոն, սպորտային տոն։ Այս մարզադահլիճը շատ հարմար է իր ամեն ինչով, թե լողանալու հարմարություններով, թե պարապվելու, ստեղ միանգամից կարող են մարզվել մի քանի մարզաձև, թե բռնցքամարտ, թե քիքբոքս, թե խառնմենամարտեր, մուայթայ, շատ հարմար մարզադահլիճ է ստեղծված։ Ամեն պայմաններ կա, որ ունենանք այս մարզադահլիճից կարող են ծնվել նոր Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոններ։ Իհարկե շատ ուրախալի է այն փաստը, որ մենք հիմա ունենք այսպես պրոֆեսիոնալ կահավորած մարզադահլիճ բոլոր հարվածային մենամարտային սպորտերի եւ մարտարվեստների համար։ Եթե մենք չունենալով ոչ մի պայմաններ կարողացել ենք տալ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոններ, ապա ինչու՞ չէ այսպիսի պայմաններում մեր քանակը ոչ միայն կգնահատվի, այլ նաեւ կեռապատվի։ Բարձունքներ գրավելուց առաջ նոր մարզասրահում ցուցադրական առաջին ելույթներն են։ Հանրապետության նախագահը մարզիկների հնարքները դիտեց տեղում, գնահատեց նոր մարզասրահի հնարավորությունները։ Ժամանակակից այս պայմանների ստեղծում Արցախի սահմանամերձ համայնքների զարգացման հիմնադրամի նվերն է 25-ամյա անկախ Արցախին։ Հիմնադրամն ավելի վաղ շնորհիվ իր շուրջը հավաքված անհատ բարերարների ու ընկերությունների երկրում մեծածավալ բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Մենք արդեն 2 տարեկան ենք եւ անցած այս 2 տարիների ընթացքում Արցախի գյուղական եւ քաղաքային մի շարք համայնքներում բազմաբնույթ ծրագրեր ենք իրականացրել, որը միտված է եղել համայնքների զարգացմանը, մեր բնակիչների սոցիալական կյանքի բարեկեցությանը, ազգային կրոնի եւ հավատքի քարոզչությանը։ Նման ժամանակակից պայմաններով եւս մեկ մարզադահլիճ կկառուցվի Մամիկոնյան 7 շենքի մեկ այլ հատվածում։ Շինարարական ու նախագծային աշխատանքների մասին նախագահ Բակո Սահակյանին տեղում է զեկուցվել։ Մեր գլխավոր նպատակը մատաղ սերնդին ոգին դաստիարակելն է, մարմինը կրթելն է, ոգով եւ մարմնով առողջ սերունդ դաստիարակելն է։ Նախաձեռնությունը մեր ճարտարաբնակ այժմ 40 տարի երկարամասում ապրող Վաչենյանց Համլետին է։ Նրա հովանավորությամբ եկես աշխատանքների իրականացնում այս շենքերը կառուցել է նրա ներդրումների շնորհիվ եւ այս ամենը նպատակաուղղված է հայրենի Արցախի զարգացմանը եւ բարգավաճմանը։ Ոչ միայն Մամիկոնյան 7-ի ամենահետաքրքրասերներին, այլև Ստեփանակերտի մարզասերներին մնում է պարապմունքներին կանոնավոր ներկայանալը։ Ասված է շատ, բայց տեղին։ Առողջ մարմնում է առողջ ոգին։ Սամվել Բալայան, Մերժան Հայրապետյան, օր